Մոսկվայում էի, ես ու Վլադիմիր Վարդանյան, ես որպես Ռուսաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինչ-որ ֆորմատ կար, հիմա կաղանը ճիշտ չեմ ասում, ասի գնամ ընկնեմ ում հնարավոր է ոտերը, խնդրեմ, որ պատերազմը կանգնեցնենք ինչ-որ ձևով, որտեվ սենց շարունակել չէր կարելի։ Ռուսաստանում, այո։ Ու գնացի սկսեցի հանդիպումներ ունենալ գործընկերներիս հետ, փոխխոսնակի, լրագրողների ու պատահի, չգիտեմ, Սալավյովի, բոլորի, ով կհանդիպի, գնամ, ասեմ, ժողովուրդ, այս ինչ է կատարվում։ Հիշենք, որ ուրիշ իրականություն էր, ուրիշ ընկալում էր աշխարհի։ Ամսի 9-8-ն էր, կարծեմ, դեսպանատանն էի կամ հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա ինչ-որ քննարկվող, իդեպ ուզում եմ ասեմ, որ որևիցե ձևով հանգարց տպավորություն չլինի, որ ես ինչ-որ ձևով ինձ ուզում եմ տարանջատեմ, իմ թիմը իմ այդ օրվա ընդեղը լինելը ոչ մի բանով չի տարբերվում իմ թիմի պատասխանատվությունով, ես կիսում եմ այդ պատասխանատվությունը, ուղղակի պատմում ինչու ոնց է եղել։ Հետո այդ չարաբաստիկ գիշերը ընկերներիցս մեկը զանգեց, իդեպ այն դաշտի հետ, նախկինների դաշտի հետ կապ ունեցող իմ ընկերներից մեկը, որը որ քաղաքականության մեջ չի ու երբևիցե չի եղել, չեմ ուզում իր անունը տամ, զանգեց, ասեց, եղբայր, բան արա, արի դու հյուրանոցից դուրս արի, որտեվ անվտանգ չի տեղ, ես մեքենա ուղարկեմ, ասի չէ, պետք չի մեքենա ուղարկել, ես կխնդրեմ ընկերներ ունեմ, կխնդրեմ կգան իմ հետևից, շնորհակալություն, որ ասացիր։ Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա գնացել են ինչ-որ մարդիկ, փեդերով, ինչ-որ բաներով զինված, ես Մարիամին ասացի գնա ուրիշ տեղ, տնից դուրս արի, Մարիամը այդ ժամանակ հղի էր ու դուրս է գալիս ու իրանք տենց խաչվում են, դրանք փառք Աստծո չեն նկատում կամ չեն ճանաչում, Մարիամն ալնում տատիկի հետ իրա, գնում են ու Մարիամին տեղափոխում եմ տնից, սպիտակ 06-ով գնում ենք մի հատ հյուրանոց, ես վերադառնում եմ ամսի 12-ին, նոյեմբերի 12-ին, դժոխքում էինք։ Подпишитесь на наш канал Будра Ньюс и будьте в курсе всех событий.